Ուրեմն ամեն օր արթնանում եմ ու ես գեղեցիկ տեսարանի ականատեսն եմ ու նայում ենք, որ այսքան ձյուն է եկել, սանտիմետր էլ չկա, բայց հաճելի է շատ, սառն է, ցուրտ է, ձմեռային ու հեքիաթային տեսարան է, ասեք, որ սիրուն է, էլի հզորով չի։ Ու շատ ցուրտ է, հրաշալիքների աշխարհում, հեքիաթների աշխարհում, ինչպես միշտ բրծի Ալեքս, ինչպես միշտ մեր սենյակի դուռը բացել ենք, օդափոխել ենք, սիրելի հետևորդներս, մի էլ պահի տակ այս քաղցրը հանեցի, հետո հասկացա, որ չէ, քանի որ կոֆեի հետ աշխարհի համով բաներն էլ լինի, ես իմ դառը կոֆեն ոչ մի բանի հետ չեմ փոխի, համել չեմ հիշում բարելույս ասի թե չէ, ամենաբարին եմ, հագի կուրտկեք թռի, բեր, հա, թռի, ժողովուրդ իմ տղեն ասում է, մամա դու իմ հետ մի արի, թող զարյատկա պետք չի, թող, ասում է ես կգնամ, մենակ իմ հետ հացով տանեմ, արի այդ մի հատ բան անեմ, մոտիկ արի, չեմ գարի մոտ կամերայի մոտ, հա չէ կամերայի մոտ չես ուզում մի արի, կամ կքունն ազիս չէ, դու մենակ ես մնում խոսել, կուրտկետ էր հագի ու վազի, ես կայց կեզ նայեմ եմ, շուտ արա, երկու րոպե զրուցենք, հետո Ալեքսիշյանի գործ ունենք, ասում է հենց նենց չենք հա եկել ստեղ հավաքվել, հնի մերն է, ես վերևից նայում եմ, գլխիդ ու վազի, վայ աստված ջան, միշտ երրորդ շաբաթից եմ դժվարացել, քանի գնում, խասյաթները փոխվում եմ, լեզու գտնելն էլ դժվարանում է, սիրելի հետևորդներ ջան, դժվարանում, մի հատ նայենք, ամեն դեպքում, չեմ կարա է, ես նստեմ, քանի խելոք գնում ավար, ու շադիր գնա Ալեքս ջան, այս հատ, մի հատ էլ գինանք, տեսեք, քան սիրուն է, ամեն դեպքում կոֆես խմեմ ու գնամ, տենանք ինձ հակակարվում սիրելի հետևորդներս, երեք Տաթևի հետ շատ լավ օր ա ունեցել Ալեքսը, որովհետև ամենաշատը ինքն ա շփվել, ես չհասցրի շփվեմ, մի քիչ երևի թե պատմեմ Տաթևի մասին, դա գիտեք, այս օնլայն հարթակում կամ YouTube-ում ես ծանոթանում, կամ էլ սոցիալական կայքերում, ինքը լավ աղջիկ ա շատ, մասնագիտությամբ մանկավարժ ու ասել եմ, որ էտա վեդից եկել էր հասել մեր մոտ, բանից պարզվում ամ մեր Ստեփանավան լավ գնալ գալ ունեն, ունեցել են, շուտով մեր կապերն էլի, էլ ավելի կամրապնդվի ու էլ ավելի կլավանա, ուրեմն հիմա
մի երկու խոսք էլի պուլս մեդի մասին, երեկ գնացել եմ, այն որ հենց առաջի անգամից ելի հետևորդներ, չգիտեմ ովքեր են ծանոթ, ովքեր ոչ, այդ լիմֆոդրենաժի պրոցեսին, ինքը լիմֆային հանգույցների համար մերսում է էլի իրականացնում, կա իր բժշկական լեզվով թե չեմ կարող ասեմ, կա իր թույլ ու ուժեղ տեսակի ապարատները, նայած մարդու մարմին, որին է ավելի հեշտ ադապտացվում, ընդհանրապես 3 փուլով է լիմֆոդրենաժը, սկզբից կես ժամ, 3 օրը, հետո 35 րոպե ու վերջի օրը արդեն մարդիկ պառկում են այն ապարատուրայի տակ, որը որ ես պառկում եմ հենց սկզբից, որովհետև նախասիրության հարց է, հա, ես կասեի, աշխատակցուհին ասում է, որ մարդիկ կան, որ բողոքում են իր ձգությունից, իր պնդությունից, մի խոսքով, իսկ եկեք ու տեսեք, ինձ է դա դուր է գալիս, այսինքն իմ լիմֆային աֆշային հանգույցները ունեն, չէ, դրա կարիքը, որ դուր է գալիս, այսպես ասեմ։ Ես ինձ շատ լավ զգացի, ինչպես միշտ պուլս մեդում հերթեր, այն է 4.5, բայց այդքանից հետո դե մինչև 5 անց ընդեղ էի, բժշկուհին եկավ, մոտեցավ, բարևեց եւ այլը, իմ համար այն ոնց են ասում մեծ պատիվ էր էլի դա, ու խոսացինք դեսից դենից, զարմացավ, որ Ալեքսը հետս չի, ասում եմ սենց, հա, մեկ էլ մի հետաքրքիր պատմություն պատմեց, չգիտեմ ասեմ թե չէ, երևի իրա հետ էլ տեսանյութ կունենանք, բայց երևի ասեմ, եկեք ասեմ, այնքան հետաքրքիր ու լավ զգացի ինձ, ցանկացած մարդ էլ սիրում է, չէ, ճանապարհորդի, կապ չունի բժիշկ ես, ոստիկան ես, թե սովորական մարդ ես, եթե հնարավորությունդ ներում է, ուզում ես ճամփորդես, իմ բժշկուհին էլ իր գործերով գնացած առնում, օդանավակայան, ու իր գործերով հետ է գալիս, հետ գալուց ոնց շատերը նենց էլ ինքը մտնում է duty free առևտուրանում ու դնում սամալյոտի մեջ, սենց ասեմ, այն հատուկ տեղը մարդկանց գլխավերևը, որ կա, դնում է լավ անում, գալիս գնում իր տուն ու մոռանում է, որ դա վերցնի, հասկանում է հետ է գալիս այրոպորտ ու վերջնդեղ ինքը մանր-մունր պատմում էր, ես կարճ պատմեմ, բայց ընքան էլ հավեսով էր պատմում, ասում է սրա միջով անցա, նրա միջով անցա, ստեղ ծնգացի, մինչև դե այրոպորտում կա, չէ, հատուկ իրերի պահպանման սենյակ, գնում է հասնում ընդեղ ու աշխատակցուհին ասում է, ես ձեզ ճանաչում եմ, այս կինը դեռ իմ բժշկուհին չի հասցնում ասի որտեղից, ես Անահիտի հետևորդն եմ ու ես ձեզ իր այջ եմ տեսել, այ մամա ջան, այնքան էի ծիծաղել, ու ասում Անահիտ, պատկերացնում ես, ասում ես ինձ այնքան լավ զգացի, ես ուրախ եմ, որ դու իմ պացիենտն ես, ծիծաղելով ասում եմ, ես էլ ուրախ եմ, որ դուք էլ իմ բժշկուհին եք, ու ասում եմ, էլի տեսանյութ նկարենք, խնդիր չկա ինձ ավելի լավ, ավելի հաճելի, իհարկե դա գովազ չի, ընդամենը նկարահանում, հաճելի նկարահանում, վայ մամա ջան, բայց նենց հավեսով էր պատմում, հիմա իմ մեջ հարց է առաջացել,
Ես գիտեմ, որ պատմել եմ, չէ, թե սիրելի հետևորդներ, սիրտս տխուր, նեղ, իմ բառերով ասեմ, էլի, սիրտս նեղ, գնացել ենք Գյումրի օդանավակայան, անգամ վերջ էլի շատ էի նեղ, մարդու նեղությունն էլ դեմքից երևում ա, չէ, իմ մոտ համենայն դեպս տենց ա, ես չեմ կարում թաքցնեմ, Նիկային ճանապարհը մենք դե հո նեղ կլնես, բա հո ուրախ չես լինի։ Մեկ էլ դռների մոտ էլի համազգեստով շատ սիրուն սիմպաթիչնի աղջիկ էր, համազգեստը հագին, աշխատանքային, սենց մի հատ նայեց ինձ, գնաց իրա ճանապարհը, ես էլ հետո գնացի դեպի այդ ճանապարհը ու նայում ա ինձ, որ նայում էր ինձ երկար, բայ տակ ես էլ իրան նայեցի, սենց ասում ան այդ ջանխի ես այսքան տխուր, ես զարմացել էի, ասում եմ, որտեղից ինձ ճանաչեցիք, այդքան սիրտս նեղ էր էլի, որ գլուխս չէր աշխատում, մի խոսքով ասում ա, ես ու իմ մաման ձեր հետևորդուհին ենք, ես աշխատում եմ և ստեղ, և Երևան, մի խոսքով մարդը սիրուն ներկայացավ, իմ Արմինեն, ու ինձ լավ զգացի, հիմա բժշկորեն հարցնում եմ, ասում եմ անունը կհիշեք, ասում ա չէ, ասում եմ ես գիտեմ, որտեղից ինձ Արմինեն հաստատ ա հետևում, եմ որ ինչ որ խնդիր էլ ունենում եմ, համարն ունեմ, զանգում եմ, հարցնում եմ, տեղեկացված եմ լինում, ինքը ինձ զգուշացրել էլ է, էլի ասում աշխատանքի մեջ չեմ կարա պատասխանեմ, բայց հետո տենում ամ հարց, զանգում ամ, մի խոսքով, ու հիմա սիրելի հետևորդներ, պատկերացնում եք ինչքան հաճելի ա, որ հետևում են ամեն կողմից, աշխարհի ամեն ծայրից և ամենակարևորը աշխարհի սրտից, Հայաստանից, իմ հայերը, իմ հայ ժողովուրդը, որ ասում եմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, դրանք հո հենց այնպես ասված խոսքեր չեն, դրանց մեջ լիքը իմաստ կա, հոգի կա, սեր ու նվիրում կա, շատ լավ բաներ կա, այդքան բան, հիմա այսօր արթնացել եմ ու այդ միտքը սենց գլխիս մեջ պտտվում, ասում եմ Աստված իմ, ինչքան հետաքրքիր ա կյանքը, Աստված իմ, ինչքան շնորհակալ եմ ես քեզ իմ ամեն օրվա համար, իմ ամեն հետաքրքիր պահի համար, ու նույնը երեկվա համար, ու նույն ամեն օրվա համար, ինչը երեկ պայմանավորվել էի, ասում էի, չէ, որ գնամ մազերս վենեմ, մարդիկ կան, որ իրանց մազերը շատ յուղոտ ա, 2-3 օրը մեկ են լվանում, իմ մազերը մի ընթացք կար, որ լավ յուղոտ էր, բայց հիմա մանավանդ, որ գոլորշու հետ տենց գործ բան չես ունենում, կարիքը շաբաթը մեկ ես լվանում, մի խոսքով, ստեղ էլ դե որ իմ տանը չեմ բերել ոչ վեն, ոչ հարթուկ, ունեմ փառք Աստծո գիտեք, ինչքան էլ բերեմ, ինչքան էլ սարքեմ, այդ հարցում ես հմուտ չեմ, ակը ցեխից կհանեմ, բայց ուզում ես, որ կոպիկ ու սիրուն երևաս, ու դիմում ես վարսահարդարի, այդ հարցում էլ ինձով ա օգնել իմ Լիլիթը, իմ լավ ընկերուհի Լիլիթը, երեկ պիտի գնայի էնել ճանապարհին, ներողությունս խնդրեցի, ասի փոխենք այսօր, ասա ոչ մի խնդիր, հիմա այսօր լիմֆոդրենաժից հետո կմտնեմ իմ այս երկար, այս սիրուն մազերը, այս խիտ մազերը, մի հատ կլվանանք, կֆենենք, սիրելի հետևորդներ ջան, ու տենամ Ալեքսի սիրտը ինչով եմ շահելու, ինչ ենք անելու այսօր, որ Ալեքսի սրտով լինի,
քանի գնում մեծանում եմ, ինձ իրան համոզելը շատ դժվար է ալնում, չեմ էլ կարա թաքցնեմ ու սենց բաններ, հետո ասկիները սուր դրի, ուրեմն երեկ բժշկոյին ասում եմ Անահիտ ջան չուլքի, դե հակս չուլքիներ չկար, ուրեմն այս անգամ ասեց ինքը աշխատում է ուրիշ ֆիրմայի հետ, հա, ու այսօր պիտի երեկ դե արագի մեջ էի, ոչ մի բան չեմ արել, թերթիկ մերթիկ ընդհանրապես գնում ես այդ պահին դոյի պոսլի ենք անում ոտքերի համար, որ ուղղվածությունը նկատել ՅՈՒՆԵՍԿՕ մենքան, հիմա նայն են ասում պետք է նկարենք, ասում եմ այն է ես ձեր հրաշքների մասին լավ գիտեմ, չեմ ուզում, ասում չէ, չեղավ, գնա բժշկուհուն, էտա էլ գնալը չեղավ, բժշկուհին ինքն եկավ, ինչից ես ինձ շատ շոյված զգացի, ասում եմ բժշկուհի ջան, ձեր հրաշքների մասին ես գիտեմ էլի, ինչ դո, ինչ պոսլի, ես իմ վրա զգում եմ հերիք, հա, ասում հա, դե որտեն, ասում եմ շտապում եմ, էլի, խնդիրն է, ինչի որ չեմ ուզում, ուղղակի շտապում եմ, ասում դե լավ, հետո այս անգամ օրենքել էր փոխվել, պայմանագիր ստորագրեցի, գումարի հետ կապված ու փողի եկամ, վազելով դեպի Տաթևի ու Ալեքսի մոտ։ Սելի հետևորդներ ջան, հիմա արագի մեջ երկու սուտի գործ ունեմ, սուտի գործն էլ բաժակ ջազվա լվալնա, այդ է լվանամ ու տեսնեմ որտեղ ենք հանդիպում մինչև Ալեքսս կգա։ Ահա, սելի հետևորդներ ջան, դուրս ենք եկել Ալեքսի գործերը վերջացինք, հերթը հասավ ինձ, բայց ուզում եմ մի քիչ շուտ գնամ, որ իրան մի տեղ տանեմ, տենամ ուրա ուզում ինչ անեմ, ըստ այդմ էլ կերևա էլի, ինչ ենք անում, ես աստեից էլ իրան եմ վերցնեմ ու գնում ենք։ Հարի, հա, չէ, ես կողքին է Վարսավյանոցը, ահա, սելի հետևորդներ ջան, տղա ունեմ է, խելոք, շնորհքով, համբերատար, գալիս է, մեծ մարդու նման նստում, սպասում, լավ, ստեղ հետո կմտնեմ ու մինչև էտա ես իմ գործը վերջացնում եմ, ես իմ ցուրտը, դրանից հետո ուրեմն Վարսահարդարի մոտ եմ գրանցված, բայց թե այսօր շուտ եմ եկել, տենամ կլնի, չի լինի, որ չեղավ խայտառակությունը, պետք է մի ժամ ավել սպասեմ, ուֆ է, ես իմ Ոյ, շատ լավ էր այսօրվա պրոցեդուրան էլ ավարտեցինք, ես ավտոներն են հենց են կանգնացնում, ոտի ճամփա է չկա, ամենասարսափելին է դա, ինչև է, մի գնանք դեպի Վարսահարդար, ցուրտ է, շատ աբսուրդ, չափից շատ, Ալեքսես սառույցների շատ զգուշ, բայց իմ պոշիկներն ով են շատ ասողը, հա, ընդայից բրնինով, իչի, ոյ մամա ջան, թե մեր քաղաքում սենց բան կա, մաքրում են պլպլացնում, որ արի լավ սենց գնանք, տենց չգնաս,
Կգնենք ջարդու փշուր կգնենք։ Ես չունեմ մենցելունգա։ Բա արի սենց։ Գնալ իմ առաջով գնա շշու։ Ես եկի։ Ահա, սիրելի հեծելովներ ջան, մազերս ֆենեցինք, տրամադրությունս բարձացավ, ուրախացա, մեր գնում ենք երազայգի, շատ կուզեի, որ մի անգամից, սենյակ գնամ, ստորակետներ են կարել, են էլ Ալեքսն ասմա չեմ եմ, Հետո եկավ ստորակ, ահա, ասմա, ես գիտես ինչ հով եմ ուզում։ ինչով, Չէ, այն որ Ալեքս ես սղում եմ կամանց Չէ, գնեմ, ուզում եմ այդ ասեմ, որ մենք բան ենք գնում, այն որ բուսշկական կենտրոն ենք գնում, Հա։ այդ ավտոբուսն են գնում։ այդ ուր նստես ուր գնաս, Երազայգի։ դա չի տանեմ երազայգին Ալեքսը, 55 կգնա, չէ, իսկ մեկը ոչ, բավուրը կտանի այդ ոչ մեկը ոտով ենք գնալու մոտիկա, Բայց հետո այդքան ոտով քայլենք։ ուրեմն արի սենյակ գնանք, Չէ, հենց բան։ դե ուրեմն քայլենք, Ես եմ մեկով հետ կուզենամ կանք ավտոկան, ես մեկը։ ստեղ մեկը չի գալի, Ստեղ մեկը չէ։ Կոմիտասի մեկը։ Կանգարի մեկը։ Հա։ Հա, այն։ վայ ցուրտով, բաճան, այսին ցուրտ, իսկ որ չգնանք այդ երազայգին, ինչ Չէ, կգնի, էլի գնանք։ Ասում եմ մեր ամբողջ ուստենք ասում են չէ, վեր ոտով գնանք։ Վեր գնանք գագա։ Վեր կամ գնանք երազայգի կամ որոշը։ Որոշը կամ գնանք ոչ մենք վեր նստել, հա, դու որոշը։ հլա սպասի, ստեղ մեզ եսին ինչ չանեն, ընքանան սամ տեղեր են կանգնեմ աստված ջան, Վախենամ սիգնալ։ բա ես էլ եմ վախենում, Չէ, ալիավար չանցնեմ։ արի սենց գնանք, Ալի սենց գնանք սիգնալ չկա։ վախենալը քիչ է, Անցի։ Չէ, ես գիտես ինչ հով եմ։ Ատելա զեբրի վրա կանգնե, Չէ, այդ չեմ հելքին ասում։ քչելա, Ես մեզ եմ որ Իատ մտնենք ստերիցը, առավոտ բա հաց արնի, ինձ այդ բան կար։ հաց ավտանը, Չէ, սուվում դեմում։ Որ բարձանում ենք, այս խանութից բիբար առնենք Ալեքս ու նոր գնամ, արի, գնադ է, ոտ եկել ենք հասել, երազայգի, հավեսա, մի քիչ կտտվենք ու գնանք, իմ ուզած բիբարներ չկար խանութում, թողեցի դուրս եկա, դեր որ չկար, Ալեքսը թողեց, գնաց իրա համար, ֆրֆրան, ինքը տոնած առա ուզում, սիրուն բաներ, սիրուն պահեր, որ ճիշտն ասեմ, ես այդ ամենից արդեն հոգնեց, բայց դա ինքը երեխայա, ուզում որ իրա օրը գունավորվի, ես էլ ինչ անեմ, ուզեմ, չուզեմ, պիտի անեմ, ուր Ալեքս, հե? Այդ կոմը մի գնա, այդտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա, հա, ասա, եկա, տեղ նարել ամի բանի, նկարներ, չէ աղբեր էլի, գնացինք, արի ասա,
Հավեսա շատ, բայց ցուրտ է։ Ընթանենք գնանք։ Կամաց մինչև էլ ոտ հետ գնանք։ Մի 15-20 րոպեն էլ տենց կկորի։ Որ ճիշտ ասեմ, հա, սիրում ես դու ես այգին փաստը։ Հա, բազարնային հարթամ, բայց տեղ նվագում են, մի րոպե անցնենք։ Հա, այ մի տորաս հարցնես։ Ես մաման գնանք կանգար, որ տրանսպորտին նստենք, ու գնանք մեր սենյակ, չեմ Հա, հավես այգի է շատ, համ ամառը, համ ձմռանը, շատ սիրուն է, բայց թե ձմեռային է իսկական հեքիաթային այգի է, սիրելի հետևորդներ ջան, ճիշտը որ ասեմ չէի ուզում գամ, որովհետև ցուրտ է ու վախենում եմ, որ մի տեղից մի վիրուս, մի բան չվերցնենք, մեր գործերը կիսատ չմնա, համ էլ այդ դրենաժից հետո ուզում եմ, որ չքան հնարավոր է շուտ գնամ սենյակ, իմ համար պարկեմ, որովհետև ցանկալի է էլի բույսքույրը զարմացել էր այտուցները շատ են շատ, բայց թե դա ինչ անեմ, ուրիշ տարբերակ չկա։ Անդեղինան մի լավ բան էր գրել, այո, վախ ինձ սիրուն է, համ կադրը մա շատ սիրուն, համ իրականը մա շատ սիրուն, հա։ Շատ երկարներ կհանդիպենք տրանսպորտի մեջ, կամ կհանդիպենք մեկի մեջ, ես մեկ ավտոբուս Այս հենց բաներ։ Հիմա Անդեղինան ինչ էր գրել, այդ խոսքի վրա թե շեղվեցինք, գրել էր, որ համեքս էլի առաջի հերթին պետք է իմանանք մեր ճիշտը որն է, պետք է մենք ինքներս լնենք մեր բժիշկը, այո, էտա, բայց թե կյանքում էլ իրավիճակներ կան, որ ռուսը մի լավ խոսք ունի, ասում է խոճու բեյ, մեկ այն ջլնելու այն տիզնի, չգիտեմ, այդ հենց բաներ, սիրելի հետևորդներս, այս աղջկա արած գործը լավն էր, հավանեցի, ապրինքը շատ հարմար էր ու շատ կոկիկ ու տեղը տեղին, ինչը որ իմ համար գիտեք կարևոր է։ Երբեմն մարդիկ են լնում ասում ես մազերս, այո մազերս, քանի որ ցանկացած կնոջ համար էլ մազերը առաջնային է ու առաջնահերթ մեր արտաքինը գեղեցկացնող համար մեկ շտրիխը դա մեր մազերն է։ Սիրելի հետևորդներ ջան, 46-ը գնում ամես պետք չի, ուզեմ 47-ը նստենք, գնամ կոմիտասիչնեմ, կոմիտասիչնենք, որից հետո տտեից 24 բռնելը հեշտ ալնեմ, որովհետև այս շամերին լեգլեցին ալնեմ ցանկացած տրանսպորտ, ցանկացած, սիրելի հետևորդներ, քարտը ձեռի տա տղաձան, գրպանը մտքով մնա, նկատում եք, որ Ալեքսն արդեն քարտի համար իր տեղն ունի, ծոցագրպանն ունի, ճիշտ է ես կարմանչիկ էի առել, բայց շատ շուտ փչացավ, չգիտեմ այդ խիտեն ցեղավ, մի խոսքով այդքան բան կարամ ձեզ ասեմ, հիմա իշնենք, կուզեի էպի բարևներ, գնայի մի հատ տակ սուպ էպեի, որովհետև սուպը պետք է, սուպ, ապուր,
Որ վաղծոնց ասում եք, էլի, ոնց գիտեք։ Այդտենց բաներ։ Շատ երևակվաններ կհանդիպենք մեկի մեջ։ Մեկը չենք նստելու Ալեքսյան։ Դա որն ենք նստելու։ 47-ը։ Այդտենց բաներ։ Ինչու եմ այսքանը բարձրաձայն ասում, որ տեղ անգամ չկողմնորոշվող մարդիկ շատ կան, ժամանակին ես էլ էի տենց սիրելի հետևորդներ ջան, 1500 դրամ էի տալիս, գալի հասնում Երևան, 2 այդքան ու ավել էլ տաքսիներին էի տալիս, իսկ ես իմ համար իմ խոդող, իմ ակցեխից անում եմ, ուզածս տեղն էլ գնում եմ, Ալեքսս ինձ այդ, չգնաս էլ չենք հասցնի, Ալեքսս ինձ այդքան սովորացրած, գոհես կարևոր է իմ համար է, չգնաս, սպեղ մի քիչ գործում եմ էլ վերջացնեմ ու գնանք կանգար։ Սիրելի հետևորդներ ջան, հետապարով խերով եկել եմ հասել սենյոր, մազերս քանդվեց, որ ասեմ մնաց, չմնաց, այդ աղջիկն ենքան վստահ հասավ, ասմա ստորակետներ անեմ, ասի չի մնում իմ մազերը, ասմա կմնա, մի տեսակ վստահությունն էր շնչեց, ես էլ դե սիրում եմ ալիքած այդ մազերը, ասի լավ, եկեք փորձենք, չի բերի, կարևորը խնամված է, սիրում է, լավն է, ինձ էլ դա է պետք, եթե անկեղծ, իսկ ես էտա գիտեք, որ շատ սիրում եմ անկեղծանալն ու անկեղծությունը, գիտեմ, ասելու եկան այդ ինչ ես անում, գազան եմ մաքսեմ, ոչ մի նոր բան չեմ անում, մի հատ գազան եմ մաքսեմ, մի հատ էլ օպալա, սոխան մաքսեմ, տապակս եմ հանում, կարմիր սոխա, դրանք անեմ, ու ասի ես սուպ յանատվին, տակ սուպը չի խանգարում չեմ, ասեք, որ կա տենց բան, ամեն ինչ խաղաղա, ամեն ինչ լավա, ես էլ ասի բզբզամ, շատ էլ իմ խոհանոցն չեմ, բայց ընկած բանի հետևից պետք է գնալ, վերցնել, մաքրել ու հավաքել, ասեք, որ ճիշտ եմ չեմ, Եվ հետևեցները, այդպես, Զապաս կողը դնենք, ստեյց բուսայոց հանենք, այսպես վերցնենք, այս անգամ այս տապակը ստենեմ կցելու, վերակապակ, լցնում եմ լավ աչը, այս, վերեցինք ստեղ, քեզ մի քիչ լցնեմ, սայր դնենք տեղը, այս էլ ստեղ, սկսենք կրտելը, այսպես,
շատ մանր, ոչ շատ խոշոր։ Այսպես կտրենք։ Հիմա ոնց չասես, պոխ։ Այ չուտուղին։ Ճիշտ եմ չէ։ Ամով։ Անգիշ։ Մնում է պատրաստեք և վայելեք։ Յուրահատուկ։ Այստեղ էլ թթվասեր եմ դրել։ Ալեքսս թթվասերը նամախնդրեմ։ Դա մեզ բարի խոցակ։ Դսում են։ Այսեցին տեսարանը ցուրտ։ Միևնույն ժամանակ հաճելի։